Հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ, ներկայացնեմ նաև ըստ էության զինված ուժերում վիճակագրական տվյալներ ներկայացնեմ մահվան դեպքերի հետ կապված։ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 35 դեպք 40 անձի վերաբերյալ։ 2023 թվականին այդ թիվը եղել է 36 դեպք 59 անձանց վերաբերյալ, այսինքն ունենք դեպքերի նվազում։ Նշված դեպքերով նախաձեռնվել է 35 քրեական վարույթ։ Դրանցից 5-ը 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը 7 անձի ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 3-ը 4 անձի հակառակորդի կողմից կատարված սպանության վերաբերյալ, 7-ը 10 անձի վերաբերյալ տրանսպորտային միջոց վարելու կամ շահագործելու կանոնների խախտման վերաբերյալ, 1-ը դժբախտ պատահարի վերաբերյալ դեպքեր են, 7-ը 7 անձի հիվանդությունների վերաբերյալ դեպքեր են։ Մահացած 40 անձանցից 4-ը սպա է եղել, 12-ը պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը պայմանագրային զինծառայող, 1-ը պահեստազորային, 6-ը աշխարհազորային, 10-ը քաղաքացիական անձ։ 35 վարույթից 5-ն ուղարկվել է դատարան, 12-ը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով, 2-ը միացվել է 1 վարույթում, իսկ 16-ը փոխանցվել է 2025 թվական։ Վերլուծելով 2024 թվականի ընթացքում արձանագրված մահվան ելքով դեպքերը հարկ է արձանագրել, որ նախորդ տարվա գրեթե հավասար դեպքերի պայմաններում 2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է մահացած անձանց թիվը։ 2024 թվականի 40 անձի վերաբերյալ արձանագրված մահվան 35 դեպքերից ես արդեն նշեցի 2023 թվականի ընթացքում 59 անձ էր մահացել, միայն 19-ն է կապված եղել զինվորական ծառայության հետ, 2022-23 թվականին 32 դեպք եղել 54 անձանց վերաբերյալ, այսինքն դեպքերը նվազել են 13-ով կամ 40.6%-ով, իսկ անձերի քանակի 30-ով կամ 55.5%-ով։ Մնացած 16 դեպքերը կապված չեն եղել զինվորական ծառայության հետ։